Ողջույն սիրելի հետևորդներ, սա Media Club-ն է, մենք շարունակում ենք հետևել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, ես Էդուարդ Կալանթարյանն եմ եւ մինչեւ մեր հերթական թեմային անդրադառնալը ուզում եմ հիշեցնել մեր խաղարկության մասին, որի մանրամասները կարող եք գտնել մեր բոլոր սոցիալական կայքերում, Celsius-ի, Media Store-ի եւ իմ էջերին բաժանորդագրվեք ավելին իմանալու համար եւ իհարկե մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Իսկ այսօրվա իմ հյուրը Celsius ընկերության մենեջեր Ժակ Պետրոսյանն է, ողջույն Ժակ, աշխարհի առաջնությունը ավելի ու ավելի է կարծես զարմացնում բոլորին, թե դրամատիկ հանդիպումներով, թե անսպասելի պարտություններով, թե ֆենոմենալ հաղթանակներով, ընդհանուր քո տպավորությունները ինչ է զգում դիտելով այս առաջնություն։ Ես լինելով Պորտուգալիայի երկրպագու, լավ բան չեմ զգում։ Ցավում եմ, որ Պորտուգալիան դուրս մնաց։ Ու մյուս ֆավորիտս Ֆրանսիան է։ Ֆրանսիային եմ երկրպագելու։ Հուսանք Ֆրանսիան գաղթի։ Իսկ այն ինչ սպասում եք միջև առաջացան մեկնարկը այս մրցաշարից արդարացնում է սպասելիքները։ Ավելին շատ լավ մրցաշար է։ Բոլոր թույլ թիմերը այս մրցաշարում ուժեղ են, թույլ չկա ընդհանրապես։ Իսկ ստացվեց, որ թույլ թիմեր չկան։ Այո։ Թեև շատերը ասում են, որ 48 հավաքական է եւ անցողի խաղեր կլինեն, բայց մենք իսկապես տեսանք, որ այսպես կոչված թույլ հավաքականներն այդքան էլ թույլ չէին եւ շատ լուրջ մրցակցություն եղավ։ 1/8 եզրափակի չամփոփենք եւ այստեղ իհարկե գլխավոր իրադարձություններից մեկը քո սիրելի Պորտուգալիայի հավաքականի պարտությունն էր, թեև որպես այդպիսին անակնկալ շատ մեծ անակնկալ չէ Իսպանիային պարտվել, բայց ինչով էր առանձնահատուկ այս հանդիպումը, Քրիշտիանո Ռոնալդոն զրկվեց աշխարհի չեմպիոն դառնալու վերջին հնարավորությունից։ Նա այլևս չի խաղաշարժում, համենայն դեպս այդպես նա ասաց եւ ինչպես կբնութագրես նրա խաղը Պորտուգալիայի հավաքականի կազմում այս առաջնություն։ Այս առաջնությունում անկեղծ ասած վատ տպավորություն չթողեց կոնկրետ Ռոնալդոն, բայց ընդհանուր Պորտուգալիա հավաքականը շատ թույլ մակարդակի վրա էր։ Օրինակ Իսպանիայի դեմ խաղում այնպես չէ որ Իսպանիան լավ էր խաղում, Իսպանիան ավելի վատ էր խաղում իմ կարծիքով։ Ուղղակի տենց ինչով էր արտահայտվում օրինակ այդ ավելի վատ խաղ։ Առաջին խաղակեսում իսպանացիները 2-3 շատ լավ պահ ունեցան։ Երկրորդ խաղակեսում համաձայն եմ գրեթե առանց պահերի, բայց Պորտուգալիան համենայն դեպս ավելի լավը չէր իմ պատկերացմամբ։ Իմ մոտ մի քիչ ավելի ուրիշ կարծիք է, Իսպանիայից ավելին էին սպասում բոլորը, քան այդ խաղը, ու այդ խաղով չեմ կարծում Իսպանիան ավելի հեռուն կարող է գնալ, քան օրինակ Պորտուգալիան անցնելը 1/8-ում, շատ հնարավոր է օրինակ 1/4-ում Բելգիայից դուրս մնան։ Չգիտեմ որտեղից այս համոզմունքը, բայց Իսպանիայի հավաքականը միակն է, որ դեռ գնդակ բաց չի թողել այս մունդիալում։ Սա չի անհանգստացնում Իսպանիայի հավաքականի մրցակիցներին։ Կարծում եմ անհանգստացնում է, բայց թեկուզ եթե Բելգիային էլ անցնեն, հաջորդը Ֆրանսիա Մարոկո զույգի հաղթողն է լինելու, որը որ ավելի բարդ է լինելու, իմ կարծիքով Ֆրանսիան կանցնի։ Եվ Ֆրանսիայի դեմ կարծում եմ ընդհանրապես շանսեր չեն ունենա այդ գերաստղերի դեմ։ Պորտուգալիայի մասով նորից շատ էին գովաբանում կազմը Պորտուգալիայի հավաքականի հատկապես կիսապաշտպանությունը, որ շատ հզոր տղաներ են այնտեղ խաղում, բայց այդ ներուժը պորտուգալացիների կիսապաշտպանություն հատկապես այդպես էլ չբացվեց այս առաջացում ընթացքում։ Նույն Վիտինյան ու Նևեշյան ջանում են Paris Saint-Germain-ում չարեցին հավաքականում, ինչով կարելի է սա բացատրել։ Նույնը ես էլ կասեի, իրենք Paris Saint-Germain-ում լրիվ ուրիշ խաղամակարդակի վրա են, հավաքականում ուրիշ խաղամակարդակի վրա, դա չեմ կարող բացատրել ինչով է, ինչից է կախված։ Համամիտ ես այն կարծիքի հետ, որ հենց կիսապաշտպանությունն էր հիմնական մեղավորը, որ Ռոնալդոն ավելի շատ գոլ չխփեց։
Համաձայն եմ, գնդակը Ռոնալդոին չէր հասնում, այսինքն չկար այդպիսի սուր փոխանցումները, որ գոլային բարիք ստեղծեր, ասիստենտ չունեին։ Ամբողջությամբ հակառակ պատկերն է Ռոնալդոյի հավերժական մրցակցի մոտ։ Լիոնել Մեսին իր Արգենտինայի հետ շարունակում է առաջ գնալ եւ հերթական ֆենոմենալ հանդիպումը նվիրեց աշխարհի առաջությանը Արգենտինան Եգիպտոսի հետ միասին։ Ինչ է կատարվում Մեսիի հետ 39 տարեկանում այսքան գոլ խփել, նա շարունակում է գլխավորել ռմբարկուների ցուցակը, նա պատմության լավագույն ռմբարկուն է եւ այս առաջության բոլոր խաղերում գոլ է խփել։ Ինչով կբացատրես, ինչպես է ստացվում։ Ես լինելով Ռոնալդոյի երկրպագու չեմ տաքսնում հիացմունքս նաև Մեսիի նկատմամբ, դա անմարդկային այլ մոլորակային ինչ-որ մի երևույթ է, կարելի է ասել, այդպես խաղալը ինքը խաղալով Ամերիկայի առաջնությունում անբացատրել է ինչպես կարող է գալ աշխարհի առաջնությունում հավաքականում նման մակարդակով ֆուտբոլ ցուցադրել։ Եգիպտոսի հետ խաղի մասին այստեղ հիմնական ժամանակին մոտ 10 րոպե էր մնում եւ Արգենտինան խվում էր անհույս բարդվում, որովհետեւ ոչինչ չէր ստացվում այդ թվում Մեսիի մոտ, բայց հանկարծ եղավ այդ պորտկումը եւ նրանք 3 գոլ խփեցին։ Կարելի է ասել, որ սա չեմպիոնական բնավորություն է։ Արգենտինան դժվարությամբ հաղթեց Եգիպտոսին, բայց ամեն խաղում հնարավոր չի, որ իրենց բախտը այսպես բերի, խաղի վերջնամասում այդպես հաղթեն։ Նախորդ խաղում էլ մի կերպ հաղթահարեցին Կաբո Վերդեի արգելքը։ Հնարավոր է, որ այսպիսի խաղով շատ բարդ լինի ավելի առաջ շարժվել։ Բայց պատմության մեջ շատ են եղել օրինակներ, երբ թիմը գրեթե բոլոր խաղերում դժվարությամբ է հաղթել, բայց եզրափակիչ է հասել, նույնիսկ չեմպիոն է դարձել։ Ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները միշտ հիշում են 1982 թվականը, երբ Իտալիայի հավաքականը մի կերպ դուրս եկավ խմբից, բայց հետո կարողացավ չեմպիոն դառնալ ամենաուժեղ թիմին Բրազիլիային հաղթելով։ Նույն Պորտուգալիան Եվրո 2016-ում 3 ոչ ոքիով խմբից դուրս եկավ, դժվարությամբ փուլերը հաղթարեց, բայց չեմպիոն դարձավ։ Այսինքն տվյալ խաղում դժվարությունները նման մրցաշարերում կարծում եմ այդքան էլ լուրջ չափորոշիչ չեն եւ հնարավոր է մյուս խաղում Արգենտինան ունենա ավելի վստահ տեսք ունենա, բայց կարող է լինել նաեւ հակառակը, որովհետեւ եւ Կաբո Վերդեի հետ խաղում եւ Եգիպտոսի հետ խաղում Արգենտինայի արդեն խնդիրներ մենք տեսանք եւ հաջորդ մրցակիցը դրանից կարող է օգտվել։ Մենք հաջորդ փուլին դեռ կանդրադառնանք։ Հիմա 1/8 եզրափակիչը շարունակենք ամփոփել Անգլիայի հավաքականը առաջին պարտությունը հասցրեց Մեքսիկայի հավաքականին, որը միջև այդ խաղը գոլ բաց չէր թողել, բայց Ացտեկայում, որտեղ երբեք չէր պարտվել, զիջեց անգլիացիներին 2-3։ Անգլիայի հավաքականը այս հաղթանակից հետո հաստատվում է կամ դառնում է առաջնության ֆավորիտ։ Չէի ասի այդպես միանշանակ դառնում է ֆավորիտներից մեկը, որովհետև խաղը դիտելուց հետո այդքան էլ ֆավորիտի կարգավիճակ չէի տա, որովհետև Մեքսիկան բավականին լավ էր խաղում ու Անգլիան այնպես չէ, որ տենց միանշանակ շատ լավ հաղթանակ տարավ։ Համոզիչ չէր։ Այն չէ, ինչ բոլորը սպասում են Անգլիայից։ Եվս մեկ հանդիպում, որ շատ էր քննարկվում Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բելգիա, բայց ավելի շատ քննարկվում էր այն պատճառով, որ ամերիկացիների հարձակվող Բալոգունին ներեցին, կարմիր քարտի համար չորակազրկեցին, սկանդալային պատմություն եւ կարող ենք սա պատիժ համարել Բելգիայի այս խոշոր հաշվով հաղթանակ ամերիկացիների։ Միանշանակ կարծում եմ բոլորի սրտով եղավ։ Բացի ամերիկացիներից։ Համաձայն եմ, ես ինքս էլ շատ ուզում էի, որ Միացյալ Նահանգների հավաքականը այդ գործողությունից հետո չկարողանա շարունակել ճանապարհը, որովհետև դա արդար չէ, եւ ինչն է հետաքրքիր, որ այստեղ առիթը բաց չթողեց UEFA-ն եւ սկսեց FIFA-ի նախագահի հաջորդ ընտրությունների իր պայքարը դա օգտագործելով քննադատեց FIFA-ի այդ որոշումը, բաց քննադատեց, ասաց, որ դա անթույլատրելի է ուղղակի ֆուտբոլում եւ հետո տեղեկություններ եղան, որ UEFA-ն FIFA-ի նախագահի հաջորդ ընտրությունում իր տեխնացուին է առաջադրելու եւ սա երևի կարելի է արդեն նախընտրական պայքար UEFA-ի եւ FIFA-ի միջև համարել։ Այո,
FIFA-ն ու UEFA-ն միշտ էլ կոնֆլիկտի մեջ էլ եղել իրար հետ։ Եվ նման առիթը բաց թողնել իհարկե չէր կարող UEFA։ Շարժվում է առաջ Բելգիայի հավաքականը, թեև հիշում ենք Սենեգալի հետ հանդիպումը, որտեղ նրանք Արգենտինայի օրինակով պարտության եզրին էին, դեռ 85-րդ րոպեի դրությամբ 0-2 պարտվում, երբ ցույց տվեցին Ռուդի Գարսիայի դեմքը, ես նկատեցի, որ նա արդեն մտքում հրաժարականի տեքստ է մտածում, բայց հասան մինչև քառորդ եզրափակիչ, այդպես ֆուտբոլում լինում է։ Ֆրանսիայի հավաքականի ծանրագույն խաղը Պարագվայի հետ, ամենադժվար հաղթանակը տարավ մինչև հիմա Ֆրանսիան, բայց այնտեղ պատճառներ շատ կային։ Պարագվայի հավաքականի ֆուտբոլիստների պահվածքը մինչև հիմա քննարկում են շատերը։ Ինչու են այդպես չես պարագվայցիները պահում իրենց դաշտում։ Դա միակ տարբերակն էր Մբապեի եւ թիմակիցներին կանգնեցնելու։ Դե կարծում եմ միակ տարբերակն էր, քանի որ Ֆրանսիայի հավաքականը շատ հզոր է։ Ֆրանսիայի հավաքականի երկրորդ կազմով կարելի է մի նոր հավաքական ստեղծել, որը կլինի աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկը։ Այդպիսի կազմ ունենալով Պարագվայը ուրիշ տարբերակ չուներ պայքարելու։ Դրա համար դիմեցին այդ այսպես ասած կեղտոտ մեթոդներին, ինչը դուր չեկավ իհարկե ֆուտբոլային աշխարհին, հետո Մբապեն հերրակա այսպես լեզվակռվի բռնվեց Պարագվայի սենատոր կնոջ հետ եւ այս պայքարը տեսնենք որտեղ ավարտվելու, ասում են ընդհանուր մինչև դատարան են պատրաստ գնալ, բայց ամեն դեպքում ֆուտբոլային դաշտում հաղթեց ֆուտբոլը եւ սա ամենակարևորն է եւ Ֆրանսիայի հավաքականը շարժվում է առաջ Բրազիլիան նաև հրաժեշտ տվեց, հերթական անգամ հրաժեշտ տվեց չեմպիոնական հույսերի 2002-ից հետո Բրազիլիան չի կարողանում չեմպիոն դառնալ, այս տարի Կառլո Անչելոտին էին հրավիրել եւ թվում էր իր պրագմատիկ ֆուտբոլով, բայց արդյունք կտա Անչելոտին, բայց արի ու տես, որ Էրլինգ Հոլանդի համար հեղինակություն էր, պարզապես նա իր գոլերը խփում է, ինչ կասես Նորվեգիայի մասին։ Նորվեգիան շատ ֆանտաստիկ հավաքական է եւ կարծում եմ ֆավորիտներից մեկը նաեւ նրանք են։ Իսկ Բրազիլիա հավաքականի մասին ես լինելով Կառլո Անչելոտի երկրպագու չեմ մեղադրում նրան, քանի որ Բրազիլիա հավաքականը այդպիսի ուժ չունի, կազմը թույլ է այս պահին Բրազիլիա հավաքականի իմ համար անակնկալ չէր, որ նրանք դուրս մնացին այսպես 1-8 եզրափակիչից։ Այսինքն կանխատեսել էր, որ Բրազիլիան կարող է շուտ ավարտել ճանապարհը։ Այդ թվում, եթե խաղում է Նորվեգիայի պես թիմի հետ, որին ի դեպ երբեք չի հաղթել, հերթական անգամ չկարողացավ։ Նորվեգիան ես չեմ համարում թույլ հավաքական այս պահին։ Դե բնականաբար թույլի մասի խոսքել չի կարող, Նորվեգիային հիմա շատերը ուղարկում են միջև եզրափակիչ, բայց դրա մասին մենք դեռ կխոսենք, եւս երկու դիմակայություն Կանադա, Մարոկկո, այստեղ մարոկացիները ինչ-որ ֆենոմենալ ֆուտբոլ երևի թե չխաղացին, բայց կարգի ավելի բարձր կարգի շնորհիվ կարողացան երկրորդ խաղակեսում 3 գնդակ խփել ու հաղթել։ Կանադայի առավելագույնն էր այս փուլ հասնելը։ Կարծում եմ Կանադայի առավելագույնը սա էր, Մարոկկոյի հավաքականը վերջին տարիներին ապացուցել է, որ բարձրակարգ հավաքական է եւ կարող է պայքարել բոլոր հզորների դեմ։ Միակ խաղը 1/8 եզրափակչի, որտեղ հիմնական ժամանակում դարպասի գրավում չեղավ, Շվեյցարիա Կոլումբիա, վերջին հանդիպումն էր, այստեղ թիմերը գոլազուրկ ոչ ոքով բավարարեցին մինչև 11 պետրանց հարվածաշար։ Ունեի այս զույգում ֆավորիտ մինչև մեկնարկը։ Ունեի, անկեղծ ասած, չէի սպասում, որ Շվեյցարիա հավաքականը կանցնի, ավելի շատ սպասում էի, որ Կոլումբիա հավաքականը կանցնի, ոչ հեշտ, բայց կարծում էի դժվարությամբ թեկուզ կանցնի, անգամ Կոլումբիա հավաքականն էլ է համարում թաքնված ֆավորիտ։ Ինձ համար Շվեյցարիան թաքնված ֆավորիտ էր դեռ առաջացան մեկնարկում, ես այդ մասին խոսել էի եւ առայժմ արդարացնում են, հասել են մինչեւ քառորդ եզրափակիչ, ճիշտ է այնտեղ շատ բարդ է լինելու, մենք դա կքննարկենք, երևի անցնենք արդեն քառորդ եզրափակչի զույգերին, մեզ 4 հրաշալի հանդիպում է սպասում եւ սկսենք առաջինից Ֆրանսիա-Մարոկկո, դատապարտված է Մարոկկոյի հավաքականը, իդեպ նախորդ մունդիալում Մարոկկոն նույնպես կանգ առավ, երբ հանդիպեց Ֆրանսիային, բայց դա արդեն կիսա եզրափակչում էր, հիմա մեկ փուլ ավելի շուտ քառորդ եզրափակիչ։ Չեմ համարում, որ Մարոկկոն դատապարտված է, Մարոկկոն ցանկացած հավաքականի դեմ շանսեր ունի,
Կարծում եմ Ֆրանսիան դժվարությամբ կհաղթահարի Մարոկոյին, բայց միանշանակ ասել չենք կարող, քանի որ տեսել ենք բոլոր արդյունքները, ինչ է կատարվում, ոչ մեկ չի կարող ասի։ Երկրպագին Ֆրանսիային, բայց Մարոկոյին հաշվից դուրս չթողնենք։ Այո, համաձայն եմ, Մարոկոյի հավաքականը հավականաչափ ներուժ ունի եւ նախորդ մունդիալի համեմատ ավելացել են մի քանի շատ ուժեղ երիտասարդ ֆուտբոլիստներ երիտասարդական հավաքականից եւ Թարմարյունը ավելի այսպես վտանգավոր է դարձրել Մարոկոյի հավաքականի ցանկացած մրցակցի համար, այդ թվում Ֆրանսիայի, բայց չընդունել Ֆրանսիայի ֆավորիտությունը չենք կարող, որովհետեւ իսկապես գերհզոր կազմով է խաղում։ Իսպանիա-Բելգիա մի փոքր խոսեցիր արդեն այս դիմակայության մասին, հաստատում ես կարծիքդ, որ Բելգիան կարող է այստեղ հաղթել Իսպանիային։ Միանշանակ հնարավոր է Բելգիան կարող է հաղթել Իսպանիային, բայց այստեղ կանխատեսումներ անելը ավելի բարդ է, քան մնացած խաղերում, շատ իմ համար շատ անկանխատեսելի խաղ է, չեմ կարող ասել ինչ կստացվի այս խաղից։ Կդառնա Բելգիան առաջին թիմը, որ գոլ կխփի Իսպանիային։ 70% հավանականությամբ կասեմ այո։ Հաշվի առնենք եւ այդ հավանականությունը մտապահենք։ Էրլինգ Հոլանդի ու նրա Նորվեգիայի հաջորդ արգելքը Անգլիայի հավաքականն է, շատ այսպես հյուսիսային դիմակայություն է ստացվում, բրիտանական, սկանդինավյան, շատ հետաքրքիր պայքար, ուժային ֆուտբոլի գերակշռություն կարող է այստեղ լինել, ով է այս զույգում ֆավորիտ ըստ քեզ։ Այստեղ միանշանակ ֆավորիտ չկա, չնայած իմ համար փոքր առավելություն կարծում եմ Նորվեգիային ես կտամ, միգուցե շատերը կասեն Անգլիան, բայց իմ համար փոքր առավելություն Նորվեգիան ունի։ Որովհետև Հոլանդն է խաղում, թե որովհետև թիմային ֆուտբոլն էլ Նորվեգիայի տպավորում է։ Նորվեգիայում միայն Հոլանդը չէ, այնտեղ կա Մարտին Հեդեգար, որ շատ ստեղծագործ ֆուտբոլիստ է ու Հոլանդի գոլերը պայմանավորված են Մարտին Հեդեգարի գործողություններով, փոխանցումներով, միանշանակ միայն Հոլանդը չէ այնտեղ։ Դե Նորվեգիան նույն Բրազիլիայի հետ խաղում ցույց տվեց, որ կարող է ավելի բրազիլական ֆուտբոլ խաղալ, քան Բրազիլիան, եւ թիմային խաղը իսկապես տպավորում է նորվեգացիների, տեսնենք Անգլիայի հետ իսկապես եւս մեկ շատ լուրջ քննություն է, եւ Արգենտինա-Շվեյցարիա, Արգենտինան Մարոկոյի հետ այն երկու հավաքականներն են քառորդ եզրափակչի, որոնք չեն ներկայացնում Եվրոպան, մնացած բոլորը եվրոպական հավաքականներ են, Արգենտինան երկու ծանրագույն հաղթանակից հետո երկու թիմերի հետ որոնց հետ պայքարում բացահայտ ֆավորիտ չհամարվում, բայց դժվարությամբ հաղթեց, հիմա եւս մեկ մրցակից ունի, որի հետ բացահայտ ֆավորիտ է, ամենայն դեպս թղթի վրա։ Ինչ կլինի Շվեյցարիայի հետ խաղում։ Նորից ծանր պայքար թե կարծում եմ գոլեր կլինեն Արգենտինա-Շվեյցարիա խաղում, գոլազուրկ ոչ ոքին իմ կարծիքով չի լինի, կբացառեմ, բայց ոչ ոքին չեմ բացառում։ Հնարավոր է գոլ առատ ոչ ոքի լինի եւ լինի ավելացված ժամանակ։ Իսկ այնտեղ ինչ ենք սպասում։ Արգենտինան դուրս է գալու կիսաեզրափակիչ, թե Շվեյցարիան կարող է դուրս թողնել գործող չեմպիոն։ Կարծում եմ 50-50 կգնահատեմ շանսերը։ Հնարավոր է նաեւ լինի իմ կարծիքով հետխաղյա 11 մետրանոցներ։ Շատ խաղաղասեր կանխատեսումներ էին քառորդ եզրափակչի համար, գրեթե բոլոր դիմակայություններում նշեցիր, որ հավասարություն կա, բացառությամբ այսպես փոքրիկ առավելության Ֆրանսիայի եւ մի փոքր Նորվեգիայի, բայց ամեն դեպքում կարծում եմ մեզ երաշխավորված է նոր զարգացում դրամատիզմի տեսանկյունից, որովհետեւ այս առաջնությունը ցույց է տալիս, որ դրամայի պակաս չկա եւ քառորդ եզրափակիչ այն փուլն է, որտեղ սովորաբար ամենահետաքրքիր, ամենադրամատիկ խաղերն են լինի։ Սպասենք այդ խաղերին եւ միասին շարունակենք հետեւել։ Շնորհակալություն զրույցի համար եւ կարծիքի համար։ Սիրելի հետևորդներ, Celsius ընկերության մենեջեր Ժակ Պետրոսյանն էր իմ հյուրը Media Club-ում։ Սա մեր հերթական թողարկումն էր, առջևում քառորդ եզրափակիչ հանդիպումներն են, դրանցից հետո մենք կրկին հանդիպելու ենք եւ այդ խաղերը իհարկե կքննարկենք։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ հետեւել մեզ սոցիալական բոլոր կայքերում։ Շնորհակալություն, կհանդիպենք մունդիալի ընթացքում առաջ։